Որդյակ իմ, եթե իմ խոսքերս ընդունես ու իմ պատվիրաններս քովդ պահես, այնպես որ ականջդ իմաստության տաս ու սիրտդ հանճարին բանաս, եթե դու իմաստությունը քեզի կանչես, ես քո ձայնդ հանճարին ուղես, եթե զանիկա արծաթի պես փնտրես ու ծածուկ գանձերու պես խնդրես, այն ատեն Տիրոջը վախը պտի հասկանաս և Աստծո գիտությունը պտի գտնես, որովհետև իմաստությունը Տերը կուտա, գիտությունն ու հանճարը անոր բերնեն են, անիկա ուղեղներուն համար փրկություն է, անիկա ուղղությամբ քայլողներուն վահան է, որպեսզի արդարության ճամփաները պաշտպանեն ու իրենց սուրբերի ճամփան պահեն, իմաստությունը քո սրտիդ մեջ մտնի, խոհեմություն քեզ պտի պահի ու հանճարը պտի պաշտպանի քեզ, ամեն, կարդացի իմաստության վարձատրությունը, Առակաց 2-րդ գլխից, առաջի խոսքից մինչև 10-րդ խոսք, ամեն, սիրելիներս, բարի լույս բոլորիդ, օրհնյալ օր եմ մաղթում բոլորիդ, թող բոլորիդ տներում լինի միայն Աստծո խոսքը, Աստծո լույսը և Աստծո օրհնությունները, սիրելիներս, այսօր շատ ուրախ եմ, այսօր շատ ոգևորված եմ, այսօր շատ հոգիս ցնծության մեջ է, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել, հիմա, ինչպես ամեն օր, ջուրը խմեմ, դրել եմ կոֆե, եթե չեք դրել, դուք էլ դրեք, նստենք մի քիչ, մեր հոգսերից կիսվենք, ուզում եմ ես էլ իմ ուրախությունը կիսել ձեզ հետ, կամներ, ընկերներ, հայեր, հայուհիներս, օնլայն հարթակի իմ ընտանիք, մենք արդեն 4000 դարձանք, որի համար շատ շնորհակալ եմ, համբույրներս, բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիցդ նման ուշադրության համար, ջերմ խոսքերի համար, ձեր մեծ սիրո համար, բոլորիդ սիրում եմ և գնահատում եմ, դուք ինձ ուժ եք տալիս, որ ես ավելի ոգեշնչվեմ, իմ կողքին եք, շնորհակալ եմ ամեն ինչի համար, ձեր ջերմության համար, ես էլ ձեզ եմ շատ սիրում, խորին հարգանքներս ձեզ, ձեր սիրելի տիկին Մարինե, կրկին անգամ, պաչիկներ, իմ լավ բարեկամներ, կրկին անգամ խնդրում եմ նորեկներին բաժանորդագրվեք, սեղմեք զանգակոճակը, լայք դրեք, լայքեք, որպեսզի ալիքը բարձրանա, տարածվի, ինձ համար հաճելի է, ձեզ համար դժվար չէ, իմ լավ բարեկամներ, շատ ուրախ եմ, 4000-ի համար էլ եմ ուրախ, գոհանում եմ ամեն մի փոքր նորության համար, ամեն մի փոքր բանի համար, որ դուք ինձ ոգեշնչում եք, ոչինչ 5000 էլ կդառնանք, 10 էլ կդառնանք, ձեզանով 100 էլ կդառնանք, միայն առողջություն լինի, կրկին անգամ շնորհակալություն, տիկին Մարինեն բոլորիդ սիրում է, իմ լավ, բարի, դրական հետևորդներ ջան, այսքանը ուզեցա մաղթել ձեզ, շնորհակալությունս հայտնել, նոր անցնել գործի, սիրելիներս, հիմա կոֆեն կվերջացնեմ, ամեն մեկս անցնենք մեր գործին, իմ լավ բարեկամներ, այսքանը ուզեցա իմ ուրախությունը ձեզ հետ կիսվել, տիկին Մարինեն ձեզ շատ սիրում է, գիտեմ, որ դուք էլ տիկին Մարինեին եք սիրում, սիրում եմ ձեզ անկեղծ սրտով, Աստծով,
բարություն եմ ամաղթում ձեզ, սրտիս բոլոր բարությունը, ջերմությունը, սերը փոխանցում եմ ձեզ։ Իսկ հիմա անցնենք, տեսնենք ինչ ենք պատրաստելու եմ սիրելիներս, տավարի մսով, կարտոֆիլով խաշլամա։ Խաշլամայի բաղադրիչներն են կարտոֆիլ, սոխ, տավարի թարմը միս, թարմը 1 հատ պղպեղ, լեչոտ պահածոյացված, 4 ծիտրոն ռեհան, կարմիր պղպեղ, խառը թարմը կանանչի և այս կաթսայի մեջ էլ պետք է պատրաստեմ։ Պատրաստվում է հեշտ, ստացվում է ախորժալի, համեղ կարտոֆիլով խաշլամա։ Առաջնահերթ կլոր սոխն եմ դնում կաթսայի մեջ, ավելացնում եմ սոխի վրա կարմիր պղպեղ։ Հիմա շերտով լցնելու եմ մի լավ մեծ ճաշի գթալ պղպեղ է ինձ մոտ։ Հիմա պղպեղի վրա կավելացնեմ քաղցր կտրտած թարմը պղպեղը, կավելացնեմ չորացրած ծիտրոնն ու ռեհանը, կավելացնեմ մի փոքր ջուր, շատ չնչին, նաև կավելացնեմ պահածոյացված լեչոն, ասեմ ինձ ոտ կծու է, չունեի կծու թարմը պղպեղ, լեչոն կծուն բացեցի, որ մի քիչ ճաշը կծու լինի, թարմը սամիտ, համեմ և մաղադանոս է։ Հիմա միսը կշարեմ։ Ինձ մոտ միսը եփված չէ, սիրելիներս, հում վիճակում է, ոսկորոտ լավ ընտիր միս է, շուտ եփող է։ Հիմա արդեն ամենախոշոր կարտոֆիլները առանց կիսելու մեծ շարելու եմ մսի վրա։ Հիմա կաղեմ, աղքցանեմ, որ հավասարաչափ համերը տան, աղի հետ եփել ավելի համով է լինում։ Նորից սոխ կլոր, շրջանաձև։ Երկու գլուխ կտրեցի սոխ, թարմը կանանչի նորից, հերթով կարմիր պղպեղ, աղացած քաղցր է և կծու լեչո մի քիչ։ Հիմա կարող ենք նաև անվանել շարովի խաշլամա, բայց ես ասում եմ կարտոֆիլով, մսով համեղ խաշլամա։ Նորից միսն եմ ավելացնում և մնացած կարտոֆիլը, սոխը, մնացած բաղադրիչները։ Բոլոր կարտոֆիլը ամբողջական եմ դնում, մանրները դրեցի երեսը, խոշորները տակի մասը։ Նորից սոխ, շրջանաձև։ Մնացած կարմիր աղացած պղպեղը, լեչոն, լրիվն էլ լցնելու եմ։
Եվ մնացած թարմը կանաչին։ Բոլորն էլ լցնելու եմ։ Մի մեծ բաժակ ջուր եմ լցնում և մի կտոր լավ կարագ եմ դնում, բերանը կծածկեմ ու արդեն կթողնեմ եփի։ Ճաշը կեփի, ես էլ ընթացքում կպատրաստեմ դիետիկ հաց ինձ համար։ Սիրելիներս, դիետիկ հացի համար նորից վերցրել եմ վարսակի փաթիլներ, այս անգամ 200 գրամ է ինձ մոտ։ Լցնում եմ բլենդերը, որպեսզի աղամ։ Սիրելի հետևորդներ ջան, այս հացը բոլորն էլ կարող են ուտել, դիետիկ է, քաշ է նվազեցնում, այրան ճնշում է կարգավորում, չէ որ շատ մենք սիրում ենք հաց օգտագործել, հացի դեպքում շաքարն էլ է բարձրանում, այրան ճնշումն էլ է բարձրանում, մի տեսակ ծանրանում ենք, ինչ թխում եմ, օգտագործում եմ, շատ թեթև եմ։ Հիմա վարսակի փաթիլների վրա կկոտրեմ 3 Այս անգամ ավելացնում եմ 1% կեֆիր և 1 ճաշի լիքը գթալ թթվասեր, կխառնեմ, կլցնեմ ձվի և վարսակի փաթիլների վրա։ Մի փոքր աղ եմ ավելացնում ու կսկսեմ բլենդերով Կարող ենք ավելացնել մի փոքր բուսայող, կունջուրդի սերմեր, դդումի մաքրած կորիզներ։ Հիմա վերջացրեցի, արդեն բլենդերով աղացի, վերջացրեցի։ Մաքրեմ, լցնեմ ամանը։ Պինդ խմոր է ստացվում, սիրելիներս, բայց որ եփում է արդեն ջեռոցի մեջ, այնպիսի փափուկ, բամբակի նման փափուկ համեղ է լինում։ Հալը թաթախում եմ ջրի մեջ ու լավ մաքրում եմ։ Նորից թռչում եմ գթալը, այսպես տարածում եմ, որպեսզի հավասար լինի։ Այսօր մի քիչ մեծ աման եմ վերցրել, ուզում եմ բարակը լինի։ Սա շատ չի բարձրանում, սիրելիներս, եթե մի քիչ էլ բարձրանում է, ինքը նստում է։ Ալյուր դրոշ չկա, որ պահի իր բարձրությունը։ Ահա, իրար տամ դնեմ ջեռոցը եփվելու։ Արդեն եփել է, տեսեք ինչ լավ, ընտիր հաց ստացվեց, համ համեղ է, համ էլ շատ սննդարար և դիետիկ, կտրեմ ցույց տամ։ Մեջ է եփված, ընտիր է, ընտիր։ Շատ տաք է, նոր եմ հանել։ Շատ ընտիր ստացվում է, դուք էլ թխեք,
համտեսեք, կզգաք, որ իրոք շատ համեղ հաց է, իմ լավ բարեկամներ։ Համարյա պատրաստ է մեր այս անուշ համով հոտով մսով բանջարեղեններով խաշլաման։ 5 րոպեից կանջատեմ և կլցնեմ, մատուցող ափսեն կմատուցեմ։ Ահա և վերջ, սիրելիներս, մեր խոհանոցում մի անուշ բույր է տարածվել, չեք էլ պատկերացնի։ Իմ լավ բարեկամներ, արդեն ընտանիքիս անդամները եկել են, թարմը հացը թխեցի դիետիկ, ճաշը անուշ, գեղեցիկ, ընտիր պատրաստ է, մնում է լվացվեն և նստեն ճաշի։ Այսքանը, սիրելիներս, կիսվեցի ձեզ հետ մի համեղ ճաշատեսակի բաղադրատոմսով էլ, շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք և այդքան բարի եք, եղեք առողջ, օրհնված, ցտեսություն, մինչ նոր հանդիպում, դուք էլ պատրաստ եք, անուշ արեք, տեսնում եք տեսքը, ընտիր, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակ կոճակը, մի հատ էլ լայք և գեղեցիկ մեկնաբանություն գրեք։